Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ։ Այսօր մարտի 29 է, տեղական ժամանակով ժամը 3-ը, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Մի երկու իրադրության շուրջ եմ ցանկանում զրուցել, նախ ես, ինչպես գիտեք, 3 արեցի հայտարարություն, որ անձամբ ինձ զարմացրել էր, բայց ես պարտավոր էի դա անելու, խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանին, որ ուսուցչուհին ինչ է հայտարարել սպաների հետ հանդիպման ժամանակ, եւ ակնկալում էի, որ ինչ-որ մի բան պիտի այդ մարդիկ պատասխանեն։ Բայց որ ասում է ձայն բարբարով անապատի, իսկ լռությունը դա համաձայնության նշան է։ Այդ մարդիկ, որոնք որ կլինենք ասեն, իրանք չեն ուզում պատասխանեն դոգին, շուտենց կլինեն բոզի տղեկ, ուրեմն դոգը դա 2018 թվականի դոգը չի, որ ուզենան եւ չուզենան։ Դոգը այսօր ամենայն հայոց Վարդան Ղուկասյանն է, ինչքան էլ որ ուզենան թե չուզենան։ Միայն անասունը, բառիս ամենաբուն իմաստով, անասունը, սկոտ ռուսերեն ես կասեի, սկոտ, կմտածի, թե պետք է հաշվի չնստել Վարդան Ղուկասյանի ասացի հետ, որովհետև Վարդան Ղուկասյանը այսօր ուզեն թե չուզեն մարմնի որ մասով մտածեն, իրաց անձնական իրավունքն է, Վարդան Ղուկասյանի կերպարը խոսքը այսօր ընդունվում է հայ ժողովրդի գրեթե մեծամասնության կողմից։ Ինչու է ընդունվում, որովհետև ես 8 տարի քայքայել եմ իմ առողջությունը, քայքայել եմ իմ կյանքը, վտանգի եմ ենթարկել իմ կյանք եւ առողջությունը, մի տարուց ավելել պետ պատվերով, բառս ամենաբուն իմաստով, փդմենք, ուրիշ կեպնանալով չի ասել, այս քամբախու հանուն իմ ժողովրդի։ Եվ այսօր, ասեմ, ժողովուրդը դա տենում է, դա գնահատում է, դա զգում է, դրա ապացույցն է այսօր Նիկոլի նկատմամբ համատարած ատելությունն ու հակակրանքը, այդ զվանքի բարձր տոկոսային ցուցանիշը, որից որ ժողովուրդը ցույց է տալի այդ ամեն դա նայ բայշուրի Վարդան Ղուկասյանը, որտեղ Վարդան Ղուկասյանը սիստեմատիկաբար 8 տարի լուսաբանել այս բոզի տղեկի կերպարը, արածը, չարածը, թալանը, ամեն ինչը։ Եվ իմ համար ինչ որ միտեղ սա նաև սպասելիք է, որովհետև ինչ անեմ Տաշիրը, Տաշիրը ներ մտել, ներ թափանցել, ներարկվել քաղաքական կյանք, ելնելով բիբեսմեն, քաղաքական կյանք, որ ինչ անի, որ ձայներ թաքցնի, փորձի գալ իշխանության եւ անի այն ինչ արել են նախկինները, Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլ եւ այլն, շարունակի իր թալանը, շարունակի շանտաղությունը, ես ասել եմ քֆուկ չտամ հլվոz, ոչակի մարդիկ ասում են Տաշիր սամոն բարեր արի, Ղարաբաղում հոսպիտալի սարքի, գոսպիտալի սարքի, հիվանդանոց, հարգելուս ինքետ հոսպիտալը սարքելա, հեկերը տվել են իան, ինքը դրա փոխարեն սարքելա, իսկ հեկերը մի քանի անգամ ավելի թանկ էին, են ինչ-որ տվեցին, ինչ-որ ինքը սարքելա, ոնց որ հիմա բռնել $1 միլիոն, փոխարեն ես գրամ այդ $1 միլիոն, մի $200,000, ինչ-որ մի տեղ դրում անեմ, անենք բարեր արեմ, այդպես սաղս էլ բարեր արենք, ինչն է բարերար, Տաշիր սամոն թացտեղ պարկող, այդ որ մի բիզնեսմենն է թացտեղ պարկող, թացտեղ պարկող է, այդ ինչ կակ է սախր ժողովրդի հետ, անուն դրել ես Տաշիր պիցալ, այդ էլեկտրոցանցերը, որ մեզի բռնաբարում էին, գիշերած հիմա նա շարունակում, բայց այն ժամանակ առավ ես գիշերուց 3, դուսկի էլեկտրիկ չկարացար ելներ, ու մնաց թե վարչապետ, տարել ես էլեկտրոցանցերը, Հայաստանի էլեկտրոցանցերը գրավատել ես բանկում, փողը վեկալ է լապել ես, ինչքան էլ որ ես բոզի տղեկ հիմա քոյտևից չեն գալել, չի որտև իար բերան թքել եք, ինչ խերիս ընդդիմություն, ինչքան հանգած աբլիկացիա կա, ինչքան բոզի տղա կա, որ Սերժի ժամանակ ելել են, տինտիրիդներ են արել, ժողովրդին խաբել են, Ռաֆի Հովհաննիսյան ղախ պիտողուց բռնած, Արթուր Բաղդասարյան բոզի տղուց բռնած, Կարեն Կարապետյան ժիլետից բռնած, սաղ սնկի նման նորից ուզում են վերարտադրվել, առաքեզի ընդդիմություն, կողեմ տենց ընդդիմությունը, եթե կոչում ընդդիմություն, Սամոյ, լսմեց Սամոյ,
Ես քեզ կանադառնամ ապրիլից, դու չմտածես, թե ցենց անցած կուլտուրական եմ ելնելու քո հանդեպ։ Ես քո ողորմյանը մեկ եմ տաշվից։ Ամփերի հələ որ քո հերթը չասը, հիմա հաջորդը։ Նիկոլ Փաշինյան բոզից տղեն այսօր եւս մեկ անգամ զգաց ժողովրդի հակակրանքը, ժողովրդի մաղձը եւ թույնը։ Ուր է հելը գնացել եկեղեցի Գանդոն։ Ուզում էի ասել ես հավատացալ եմ, բայց հավատացալ մարդ ես։ Զինվորի վրից խաչխես անեն։ Որ հավատացալ մարդ ես եկեղեցու խի բռնաբարը, կամ էլի խեշանակում բռնաբարել, տետերների խառին խժնի սաղիա, չնայած տետերների բոզի տղությունն ցույց տվի, atե դու մալադեց։ Եմ լավին լավ, վատին վատ։ Բայց ամենայտարքին է, որ գտնվես մի երիտասարդ, որը փորձել է քեզ ապտակել։ Ես այդտեղ հանցակազմ չեմ տենում, որովհետև դու Երևակայի այդ երիտասարդի հոր կյանքն ես խլել, կամ այդ երիտասարդի աղբոր կյանքն ես խլել, հետո հենց հայտարարել է պորնիկ նախկին կնիկդ, որ զոհվել են հանուն ոչնչի, դա մատ փորձել է քեզ ապտակել, կամ միգուցե դու այդ երիտասարդի մոր կյանքն ես խլել, կովիդի ժամանակ, որ կովիդը դու համատարած ցույցեր էիր անում, ասում ես, ինչ է կորոնավիրուսը, հետո բռնենք արաղի միջի ոնասորություն էր խոսում բոզի տղեն, բայց հետո հազարներով 2000-ներով մարդկանց մատաղարիկ ու ճապուդրիկ պայն աշխատ դու քո նման բոզի տղա սիսին, կամ միգուցե դու այդ երիտասարդի մորը պայթ կամ ծնողին կամ հալազատին պայթացրել ես Սուրմալույում, ասես հելերացիր կմպիկից մեռան, կամ միգուցե երիտասարդի աղբորը վառել ես Տոմիկում, լիքը, ինչ-որ միտեղ այդ երիտասարդին երևի ցավացրել ես, որ մարդը գնաց այդ ծայրահեղ քայլին փորձեց հրապարակայնորեն քո նման բոզի տղուն ապտակել, բայց չհաջողվեց։ Ինչևից է, ես վստահ եմ, որ այդ երիտասարդը 2-3 ամիս հետո լինելու է ազատության մեջ։ Միանշանակ վստահ եմ, ոչ, ինչ է թողիկին վրան։ Ես գիտեմ, բայց վստահ եմ։ Դու զգում ես, ես քեզ որ ասում եմ, քեզ թվում է քեզ խաբում եմ։ Ես երբեք չեմ խաբում, երբեք։ Գնա վայքի զորամաս, քտի միած զինվորի որ ծառեր ասա, դոգը խաբում ես, հետ եղել է մի բան որ զորքի խաբի։ Գնա Վարդենիսի զորամաս, մի տարել ընդդեմել է։ Հարցնա դոգը զորքի մի անգամ կարասարակ մի բան սուտ խոսած կա։ Ես չեմ սիրում սուտը։ Կարող է սխալվեմ, բայց չխաբեմ։ Իսկ ես դեպքում ես չեմ սխալում։ Ես ասում եմ ժողովուրդը քեզանից զզվում է համատարած, կա 9% կա մաքսիմում բոզի տղեկի հավաքածու, որոնք որ հանուն պաշտոնի ոռի ծակը մտածեն, բայց համատարած քեզից զզում են, տղաճան։ Կուզես եկեղեցի գնամտի, կուզես հարսանի գնամտի, ամենտեղ հենց հլելով շռել վրեն ու խաղալու ես դու մարդկանց ճակատագրերի հետ։ Բայց ես այդ մարդկանց ուզում եմ ասեմ, հարգելիներս, մի վհատվեք, մի հուսաթափվեք։ 2 ամիս հետո դուք բոլորդ կնեք ազատության մեջ փառքով ու պատվով։ Ընդամենը մի 2 ամիս հիմա դες վեկալան տարան կցին բան, վստահ եմ որ ստեցել են միանշանակ, վստահ եմ որ երիտասարդի խոշտանգել են, վստահ եմ որ երիտասարդին տվել են ամենավերջի հավյանքները, 100% համոզված եմ։ Ինչքան է որ հիմա դրա մասին չեն խոսում։ Բայց այդ ամենը տևելու է 2 ամիս, մինչև հունիսի 6-ը ոչ չողել։ Ես ուզում եմ որ այդ երևույթը, ում անունը Գաուրա Նիկոլ Փաշինյան, վերջապես հասկանա, որ բոզի տղա, որ դու հլում ասում ես, ինչ չընտրեք պատերազմ անելու, նույն բանը ասում են ադրբեջանցիները, այն բոզի տղա մի հատ բլոգեր կա, նկարել դրել ասում է, թե իան չընտրեք պատերազմ անելու, նույնիսկ եմ կրկնում, դու ինչքան վերընտրվել ես պատերազմ ես բերել ժողովրդի գլխին, պատերազմ, պարտություն, պատերազմ, պարտություն, նվաստացում, պատերազմ, պարտություն, նվաստացում, վերջում ասես, ես հետ չտանք, պիտի պատերազմ լինի, ինչ կա չկա տանք, քեզ իդի վեկալեն տանեն դնեն լուբոյ այն երկիր, որի հետ կոնֆլիկտ կա, ատերի ղեկավար, դու տեղում կհազնես, այդ երկիրը տեղում կհազնես, հակառակ երկին կպրծանես, այդպես երկիր չեն պահում բոզի տղա, այդպես երկիր չեն պահում, երկիրը արունով են պահում, բանակով են պահում, ամուր տնտեսությամբ են պահում, հայրենասիրություն քարոզելով են երկիր պահում, դու անգամ ընտանիք չկարացար պահեիր, ընտանիք, ամեն առաջինը տղետ թքեց վրետ գնաց, երկրորդը կնիկդ թքեց վրետ գնաց, եթերներին էլ հետը հարկեց ու գնաց, սաղ թքին վրետ գնացին, սեփական կնիկը թքել է վրետ գնացել է, երեխեքը թքել են վրետ գնացել են, բայց գտնում են որոշակի բոզի տղեկ, որ հլում Նիկոլ են քարոզում, արա, այս մարդ ընտանիքն է վրեն թքել գնացել, ինչ է քարոզը, իա սեփական կուսակցական ժողովուրդն են թքել վրեն 36 դեմ ձայնով, բոլորն են թքել վրեն,
Ինչ եք խոսում, քո ագարքա կնիկը, որ որ ասում է համաշխարհային պուտոյ, պոմիա, թքեց վրետ գնաց։ Հասկանում ես։ Դու ես հորել ասում ես, եթե ես շտրվում եմ պատերազմ անելու։ Արաջան դու որ գաս Հայաստան չգնելու, էլ ինչ պատերազմ։ Գալու են զրոտահոլո մտել սաղինը թե բրեն կուկունանա տուման բանեն, ուֆ ասա պրեն արևիտա կնեն տած, էդ թե որ։ Դու չես սողալու քո զինվորը կռվի, դու չես սողալու քո սպան կռվի, դու չես սողալու քո քաղաքացին ինքնապաշտպանվի, դու պետք է ասես տվեք, ճիշտ չկա տվեք, պատերազմ եք ուզում տվեք։ Թոքածեզի բրեն բանի շինեն, ծոցանեն, ինչ ուզում են անել, մենակ թե տվեք, ես խաղաղություն եմ բերում։ Ոզի տղատես երկիր շեն սահում։ Մի հատ ղեկավար սուսու պատմության մեջ բացի մի երկու հատ կոնման ոզի տղեկից, որ եղել են պաշտոնի, եղել են պետական ղեկավար և պաշտոնավարել են մինչև վերջ, սաղին բռեն բանից են արել։ Ռուսաստանի ցար Պյոտրը, Եկատերինայի մարդը, ռուսները ռուսական աֆիցերայլան մորը շինին կցին մի կողմ Եկատերինային բերին դրին իմպերատրիցա, որտեղ կոնման ոզի տղայի սաղ տալը մեծ Պրուսիային, շվեդներին, Ֆրիդրիխին։ Էնես իրահարված էր կոնման Ֆրիդրիխի վեր է, սաղ զարդած ռուսական տիտոյան վեկարատվեց է Ֆրիդրիխին, դլով իր տրրսնա, վերջը միան տրրսրին։ Պատմությունն այ, բոզի ծղավ, ատես ղեկավար չկա, չի կարա երկար գոյատերի, տենը մեզ ռեակցիան։ Եվ ես ուզում եմ, որ քո նմանները, քո նոնքականները, տենան ռեակցիան, վաղը միսուրից հունիսի վից հետո, իշխանը փողոցով ուրավ չեք կանալու փողոցել եք, ու դե բրեցը սնելու են, բարս ամենապուր իմաստով։ Հույսները չտնեք նրա վրա, որ օլիգարխը կարագա դառնա երկրի ղեկավար։ Տենը մենք, ինչ ալնեմ մի երկրի հետ, գյոզալ երկրի հետ, որի ղեկավարը գալելնամա օլիգարխ, մոր մշ։ Տենը մենք, մենակ ոչխարը իմա չհասկանա, տես ինչ նկատի ունեն։ You have 1 minute left. Հասկանը, հարգանքով և սիրով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, տարասեք թոյթավ։